Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ սահմանադրությունը չպետք է փոփոխվի։ Վերջին ամիսներին հասարակական հնչեղություն ունեցող թեմաների վերաբերյալ համացանցային հարցումների արդյունքներն է ամփոփել Գելապ ընկերությունը։ Ըստ արդյունքների հայ հանրության 61.1%-ը կարծում է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան։ Նրանցից 64.9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է, 36.2% նշել, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է, Միքայել arczepiskopos Աջապարյանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք, որ հասկանալի է, 19.4%-ն է, Նարեկ Սամսոնյան 4.7%, Լիդա Մանթաշյան 4.7%, խնդրում եմ վերադառնալ եւ հիշեք ժամանակահատվածի հետազոտության, այն ժամանակ կարծեմ դեռ այդ ազատումը չէր դեռ ունեցել։ Սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են արտաքին թելադրանքով, պնդել են հարցվածները։ Քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել սահմանադրության փոփոխությանը։ Միայն 7.3%-ն է համաձայնել լիովին նոր սահմանադրությանը։ 20.7%-ը նշում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ եւ 57.1%-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Եթե առաջիկա կիրակի ընտրություն լիներ, հարցվածների շրջանում ամենաշատ ձայները կհավաքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Առաջատար եռյակում կլինեին նաև մեր ձևով շարժումը, Հայաստան դաշինքը։ 16.5% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ըստ մի փոքր նվազում կա, 0.7 թե 0.8%-ի նվազում ունեն։ Մեր ձևով շարժումը 7.2%, այստեղ ունենք մենք բավականին մեծ փոփոխություն, ցավոք սրտի բացասական փոփոխություն, նախորդ հարցումները մենք իրականացրել էինք օգոստոսի վերջում եւ իրենք գրանցել են բավականին թռիչքային աճ, 13.կարծեմ 2% էին գրանցել ցուցանիշը, թե 13.4%, եւ դա 5 անգամ ավել էր հունիսի վերջում իրականացած հարցումների։ Ամենավստահելի ինստիտուտը հայ հանրության շրջանում շարունակում է մնալ բանակը։ Հարցվածները կամ վստահում կամ լիովին են վստահում Հայաստանի Հանրապետության բանակի գործունեությանը։ Հայ առաքելական եկեղեցին եւս վստահելի կառույցների շարքում է։ Ընդհանուր առմամբ 81.8%-ը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության բանակը։ Հայ առաքելական եկեղեցի 63.3%-ը լիովին հավանություն է տալի եւ 14.4%-ը ավելի շուտ հավանություն է տալի եւ շատ գեղեցիկ համադրություն կա 77.7%-ը դրական տիրույթում է գնահատել հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Հայ առաքելական եկեղեցիներում Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատարակները բացասական է գնահատել հարցվածների մեծամասնությունը։ Ավելի քան 50%-ը բացասական է վերաբերվել կարգալույց քահանաների մատուցած պատարակներին Փաշինյանի մասնակցությանն ու կաթողիկոսի անունը զեղչելուն։